Հաճելի եղանակ է եւ ես որոշեցի դուրս գալ ու զբոսնել ձեր հետ միասին, սիրելիներ։ Մի քիչ քամոտ է, բայց ոչինչ, դա մեզ չի խանգարի։ Ճարտարապետությունով ես միշտ հիանում եմ, շատ գեղեցիկ է ճարտարապետությունը Ստրասբուրգի։ Ամենուրեք գեղեցիկ ճարտարապետական շինություններ, կառույցներ, կանաչ շատ կա քաղաքում, պարկեր կան շատ բազմաթիվ, անհամար շատ մեծ, կարելի է նույնիսկ այնտեղ խորոված պատրաստել լճի ափին, ամեն հարմարությունները կա հետաքրքիր ապրելու համար։ Այստեղ թատրոնի շենքն է։ Դիմացը թանգարան է։ Ահա անվանումը այս թանգարանի, ինչպես է կոչվում, Մուզեյ Տոմի Ունգեր։ Մի օր կայցելենք միասին եւ ահա այստեղ քաղաքի ամենահին դեղատունն է, մի քանի անգամ նկարահանել եմ ես։ Դա ինձ սիրուն շնի կա, ցույց արջուկ լինի։ Մի փոքր ստերից տակ այն սեզոնն է, որ ոչ մեկ չգիտի ինչ հագնի, համ շոգ է, պահի տակ էլ ցրտում է։ Ահա այսպեսին է գետը այսօր խաղաղ, հանգիստ։ Տեսեք, հեռվում կա կամուրջ, այստեղ եւս մեկ կամուրջ, այնտեղ հեռվում եւս երրորդ կամուրջը եւ այսպես շարունակ քաղաքը, որով հոսում է գետը կամ կանալը, ինչպես ասում են իրենք, անդադար հատվում է կամուրջներով, որպեսզի հեշտ լինի անցումը գետի մյուս ափից դեպի մյուս ափ։ Ինչպես նաև կան լողացող նավակ տրամվայներ, որոնք ամբողջ քաղաքի երկայնքով տեղափոխում են տուրիստներին եւ քաղաքի բոլոր կարևոր շենքերը կառուցված են գետի ափով եւ բոլոր հայտնի հարուստ տները եւ գիդը պատմում է հերթականության բոլոր տների եւ այն կառույցների մասին, որոնք կարևոր են։ Ռադիոգիտ է, ականջների բան ես դնում ու լսում, ու եւ ընտրում ես նաեւ քո լեզուն, կա ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, մի քանի լեզու։ Այդպես պատմում է քաղաքի պատմության մասին, ճարտարապետական խոշոր կառույցների մասին։ Եվ լսել այդ պատմությունը ռուսերեն լեզվով ցավոք։ Հայերեն չկար։ Եթե լիներ հայերենը, իհարկե կգերադասեի հայերենը մայրենի լեզվով, ինչ-որ բան լսել։ Այս սրճարանը միշտ լեփլեցուն է լինում մարդկանցով, միշտ։ Մի քիչ երկար չեմ պահի, որովհետև նեղվում են, որ իրենց նկարում են, ինձ էլ հաճելի չի, ճիշտն ասած, երբ փորձում են ինձ նկարել անցնելուց ինչ-որ ուրիշ վլոգերներ, երբ ես պատրաստ չեմ լինում նկարահանվելու,
Ես սովորաբար հարցնում եմ մարդկանց նոր եմ նկարում, բայց եթե պատահաբար կադրի մեջ պահատարվում են, դե ինչ արած, թույլատրելի է դասում նկարահանել մարդկանց։ Հանի կողքին միշտ նորը, ռետրոն, հին ճարտարապետության կողքին։ Ահա այսպիսին է մեր քաղաք, սիրելիներ։ Հեծանի, որը նախատեսված է երեխաներին տեղափոխելու համար։ Արխիտեկտուրան, գունային գաման, տարբերիչ շենքեր, իրար կիպ կպած։ Շատ գեղեցիկ շենք է ու բնակելի շենք է, հրյաների թաղամաս, ինչի մասին ես ասում եմ, որ ապրում են իրենց խմբերով, բարեկամներով, ընտանիքներով եւ ահա մի հեծանիվ նույնպես երեխաներին տեղափոխելու համար։ Ինչ ահա մարտածաղիկների այս արձանն եմ ուզում նկարել, Ստրասբուրգ 2000 թվականին է կառուցվել, չգիտեմ ինչ առիթով, դեռ չեմ ուսումնասիրել, բայց այս գլուխը միշտ ինձ զարմացրել է, ինչու է ջրի մեջ, կարծես խեղդվելուց լինի, օգնություն կանչելուց, և կողքերից, երկու կողքերից ջուր է թափում, ինչ որտեղ հռոմեական կոթող է հիշեցնում ինձ այս կոթողը։ Ուզեցա ֆիքսել անպայման ձեր համար, սա ուզում եմ գնալ Զարախանութ, միասին կայցելենք Զարախանութ, տեսնենք ինչ կա չկա, ինչ նոր բարձարներ են բերել, ինչ է մնացել հնից, որովհետև ամեն շաբաթ երբ մտնում եմ անցնելուց անընդհատ նոր զարդեր են բերում եւ զարմանում եմ, թե այդքան շատ են գնում, բայց անցյալ անգամ հենց իմ ներկայությամբ գնեցին, մարդիկ գնում են արդեն հանգստանալու, տրամվայի ճանապարհ են կաղմկում են, մարդիկ գնում են հանգստանալու եւ գնում են մեծ քանակությամբ հագուստներ եւ զարդեր։ Քայլեմ այս պուրակով, հաճելի է տակ եղանակին քայլել, տեսեք ինչ հետաքրքիր ծառեր են, երկու կողմից, գեղեցիկ պուրակ է, ահա ինչ էի ուզում ասել, Զարայի հետ կապված, ուրեմն Զարայում այնպիսի հերթեր են կուտակվում, չես հասկանում ինչի, ոնց որ գիտեք հացի հերթը սովետական տարիներին, այդ կարգի անվերջանալի հերթ էր, բայց ինչը չէի ասի մանգոյի համար, մինչ Եվրոպա գալը օգտվում էի ես մանգոյից, ինձ դուր էր գալի այդ եվրոպական սառը, պաստելնի գույները, միատոն հագուստները ու վերարկուները մշտապես գնել եմ մանգոյից։ Այստեղ գալուց առաջ էլ Հայաստանում էլ, այստեղ էլ որ նոր էին եկել մի քանի վերարկու գնել եմ հենց մանգոյից։ Բայց հիմա արդեն Եվրոպայում ապրելով հոգնեցի այդ սառը միատոն պաստելային երանգներից, բաց մեղ մոխրագույն, մուգ մոխրագույնի բոլոր երանգները, նույնը բեժինը, կապույտինը, այդպիսին է մանգոյի սթայլը։ Հիմա Զարայից եմ ավելի շատ օգտվում, Զարայի այդ էթնիկ ոճը ոչ թե ինձ դուր է գալիս, այլ շատ գույներ կա Զարայում, ոնց որ Դեսեգուալ խանութում, գունագեղ է ավելի շատ Զարայի հագուստները, զարդերը, դեռևս զարդերից չեմ համարձակվում օգտվել, շատ որակյալ են, բայց շատ էթնիկ զարդեր են։ Օգտվում եմ մանգոյի զարդերից,
Մանգոյի զարդերն են ինձ դուր գալիս, իսկ Զարայի հագուստները, այսպես ասեմ, հակառակն է, էլի արդեն էլ մանգոյի հագուստներից այդքան չեմ օգտվում։ Հակառակ process-ն է ինձ մոտ հիմա, փոխել եմ ոճս, ավելի casual է, բայց այսպես ասած գույներ կա, այդ խիստ կլասիկայից դասականից արդեն հոգնել եմ, անցում եմ կատարել դեպի գույներ ավելի շատ։ Ու գիտեք ինչ հիշեցի, երբ գալիս էինք Հայաստանից Եվրոպա, այն մարդը, որ մեր վիզաներով է զբաղվում, մեր գործերով, տոմսերը հանձնելուց առաջ մեզ խիստ զգուշացրեց, ասել հանկարծ գնալուց ոտից գլուխ սև չհագնեք բոլոր հայերի նման, չսևավորվեք, բայց մենք այն ժամանակ էլ ավելի շատ Եվրոպա մեծ էինք հագնվում, բայց այնուհանդերձ մեզ զգուշացրեց, ասեց չեմ ուզենա աչք ծակեք, ավելորդ ուշադրություն հրավիրեք, որովհետև անմիջապես տարբերվում է այդ ոճը, ու հիմա որ եկել եմ ապրում եմ ստեղ, հիմա հասկանում եմ ինչ հայկական ոճի նկատի ունես, ճակերտավոր ոճ ասելով, որովհետև դեռևս չկան շատ հայեր, որոնք ապրում են Եվրոպայում, բայց հələ այն հին հայկական սենց ոտից գլուխ սևավորված, շատ հաստ ոսկեղեններ, սենց հզնոցներ, ապարանջաններ, կախած, երևացող էլի, հեղվից հեղու նայում ես ոտից գլուխ սև հագած, կյաշմազերով, հաստ ոսկե շղթաներով, արդեն մազերը կյաժունքերը հասցև, հասկանում ես, որ հայ եմ։ Վրացիները ճիշտ է, մեզ նման են արտաքինով, բայց իրանց ոճը մի քիչ այլ է։ Ես էլ արդեն Եվրոպայում ապրելով տարբերում եմ մասայի մեջ հայերին ու եվրոպացիներին, մեծամասամբ, բոլորին չէ, բայց մեծամասամբ։ Այդ դա ինքը նկատի ուներ, այդ ոճը, պակազուխաները էլի ռուսերեն ասված, սիրում են, չէ, հայերիս գենի մեջ կա ցույց տալ, ամեն ինչ ցույց տալ, այդքան չունենալ, ինչքան ցույց տալ։ Իսկ ստեղ հակառակը ունեցող մարդիկ երբեք ոչինչ ցույց չեն տալիս, հակառակը խնամքով թաքցնում են։ Այդ դա է տարբերությունը հայերի ցուցամոլության, այդ պակազուխայի ու բանի միջև ու եվրոպացիների համեծության միջև։ Non, il est propre.
Un avis plus de réception de l'ascenseur, merci. Laura pour le réunion en pharmacie. Ցոր բրոշկաներով կոճակներ լինի։ Կոճակների տեղը բրոշկաներ լինի։ Չետաքրքիր է, ու կոճակ է ինքը, կնոպկա չի։ Սիրուն բան է, լավ են մտածել։ Սիրուն է ասեղնագործած։ Հագուստ հիմնականում չեմ նայում, ինձ արդեն է հետաքրքրում, բայց սա շատ սիրուն է։ Դեք որ թուլություն ունի վերնաշապիկների նկատմամբ առանձնահատուկ։ Շատ նման է իսկական ռակուշկայի կլաչ, որը ունի նաև շղթա։ Հետաքրքիր է և ռեստորան գնալուց, և արձակուրդով որևիցե երեկոյան կոկտեյլնի զգեստի հետ գեղեցիկ լուկ կհավաքվի։ Առանձնապես շատ բան չկա Զարայում, սիրելիներ, շատ նորություններ չկան։ Այսօր այսքանը։ Կհանդիպենք շատ շուտով, սիրելիներ, մնացեք ինձ հետ, Ադիանտո Ադխի հետ, օհո, ցտեսություն։